Ջրի արտահոսքի հետքերով Ստալինի ժամանակահատվածի շենքը, վերևից ունենք հոսքեր, բարձրանանք հասկանանք ինչից է։ Վերևի հագի ուսումնասիրությունները արդյունքի չբերեցին, այսինքն կասկածելի գոտիներ չունեմ, միակ կասկածելի գոտի խոնավաչափով այս հատվածն է գերխոնավ, թե մանրահատակը, թե սալիկը, այս հատվածն ասենց գերխոնավ, այստեղ կոմունիկացիաներից ունենք անցնող այստեղ ջերոսման համակարգի խողովակներ, բայց ջերոսման համակարգի ճնշում չի ընկնում, պատի հետևը հայլային, հարևանի լողախցիկն է, այսինքն սան հանգույցն է, չգիտեմ, ձևափոխած թե ինչ, ստուգումները պետք է հակառակ շքամուտքից կատարենք։ Հակառակ շքամուտքից պատկերը հեսա, հեսա անցնենք խոնավություն ստուգելուն։ Դե ինչ ստեղ ստուգումները, այսինքն խոնավաչափով թե պատերը նամանավանդ հատակը գերխոնավ էր, այս տրապն եմ մասամբ դեմոնտաժ է, այսինքն այս կարերից ներքով ստուգել եմ, ուժեղ կլանում է գնում, այսինքն ջուրը կարերի շատ խոշոր կարեր են, ըստ երևույթից արդեն քաշում ներքև։ Տարօրինակ է, որ անմիջական այս ներքևի հարևանը չի թրջվել, ուղղակի տուն չթողեց, այնպես որ բավարարվենք մենակ սրանով։ Խոնավության հավանական աղբյուրը, ըստ միանշանակ քաշում է ներքև, այլ աղբյուրներ հարևան շքամուտից չգտա։ Խնդիրը միայն սա։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, այսինքն իշքանն էլ ներկլացնում ենք, ինքը անընդհատ ներծծում է։